Աստվածաշնչյան ընթերցանություն, ամեն առավոտ, Չարլզ Սպերջեն, նոյեմբերի 20 Ով Տեր, դու վարեցիր իմ հոգու դատը, ողբ Երեմիա 3:58 Նկատեք, թե ինչպիսի վստահությամբ է խոսում մարգարեն, նա չի ասում, ես հուսով եմ, ես ենթադրում եմ, ես կարծում եմ, որ Աստված վարեց իմ հոգու դատը, նա այդ մասին խոսում է որպես տեղի ունեցած իրադարձության մասին, ով Տեր, դու վարեցիր իմ հոգու դատը։ Եկեք գթասիրտ մխիթարողի օգնությամբ ցրենք կասկածներն ու վախերը, որոնք խախտում են մեր խաղաղությունն ու հանգիստը։ Աղոթենք, որ վերջ տանք ենթադրություններին եւ որ Աստծո պաշտպանության մասին մենք հստակ եւ պարզ արտահայտվենք լիարժեք վստահությամբ։ Նկատեք, թե ինչպիսի երախտագիտություն է արտահայտում մարգարեն Աստծո հանդեպ, միայն նրան տալով ողջ փառքը։ Նա ոչ մի բառ չասաց ոչիր կարիքների մասին։ Նույնիսկ աննշան մաս նա իր ընտրությունը չի վերագրում մարդուն, իսկ հատկապես իրեն։ Հակառակը, նա ասում է. «Ով Տեր, դու վարեցիր իմ հոգու դատը, դու փրկեցիր իմ կյանքը»։ Անհրաժեշտ է, որ քրիստոնյաների մեջ միշտ լինի շնորհակալության հոգին։ Հենց վերցրեց մեզ ուղարկված փրկությունից հետո մենք պետք է առանձնահատուկ կերպով փառավորենք մեր Աստծուն։ Երկիրը պետք է դառնա փառաբանական երգերից ցնցվող տաճար, իսկ ամեն օրը բուրվար, որից տարածվում է շնորհակալության խնկի անուշ բույրը։ Ինչպիսի ուրախությամբ է լի Տիրոջ ողորմածությունը հիշող Երեմիան, ինչպիսի հանդիսավորությամբ է նա փառք տալիս նրան։ Նա եղել է չարագույժ զնդանում եւ ոչ այլ ոք է, քան ողբացող մարգարե։ Եվ այնուամենայնիվ մենք լսում ենք Երեմիայի մաքուր ձայնը, որը հնչում է ցնցալի ինչպես Մարիամի երգը, որ ձեռքերն էր առել թմբուկը եւ Դեբորայի ուրախալի բացականչությունը, որը դիմավորում էր հաղթանակի լուրը բերող բարակին։ Մենք լսում ենք դեպի երկինք բարձրացող մարգարեի ձայնը. «Ով Տեր, դու վարեցիր իմ հոգու դատը, դու փրկեցիր իմ կյանքը»։ Օ Աստծո զավակներ, ձգտեք Տիրոջ սիրտը ողորմածությամբ կենսական փորձառությունը ձեռք բերել։ Իսկ երբ այն ստանաք, դրա մասին դրական արձագանքեցեք, շնորհակալությամբ երգեցեք եւ ցնծությամբ փառաբանեցեք Տիրոջը։